մի երկրում մի հատ մեր լեզվով ասած փոշտալյոն երեխա ալնում, թերթ ծախող։ Այս երեխան իր ընտանիքը պահում է թերթ ծախելով, մի օր այնքան ցուրտ ալնում, անձրևախառը, ձնախառը եղանակ, մարդիկ աշխատանքից դուրս են գալի, շտապում են տուն, այս երեխուն համարում են առևտուր չի անում, թրջված, մրսած այս երեխան սոված, մի անկյունում կանգնած մտածում է այսօր ոչ մի բան չի արել, ինչ պետք է լինի։ Մոտենում է դիմացի ոստիկանին, ոստիկան կանգնած ալնում, այդտեղ ասում է, «Ստեղ կարող է լինել մի տեղ, որտեղ ես կարողանամ տաքանալ»։ Այս ոստիկանը նայում ասրան, ասում է, «Բա դու որտեղ ես քնում»։ Ցույց է տալի աղբամանը։ Ասում է, «Այստեղ եմ քնում, բայց շատ ցուրտ է»։ Ոստիկանի միտքը շարժվում է, ասում է, «Փողոցի մյուս կողմը անցի»։ Այն դուրը թակի քեզ մի բան կանեն։ Բայց որ դուրը բացեն իրանք ասես Հովանես 3:16։ Այս երեխան լսում է ոստիկանի խորհուրդ ասում է փողոցի մյուս կողմը, դուրը թակում է։ Մի հատ կին է բացում դուրը, այս երեխան նայում է այդ կրոշն ասում է Հովանես 3:16։ Կինը ներս առնում երեխուն, տանում է մի հատ տակ վառարանի կողքին նստում է, այս երեխան որ տաքանում է իր մեջ ասում է, ես չգիտեմ ինչ է նշանակում Հովանես 3:16-ը, բայց հասկանում եմ, որ մրսածին տաքացնում է։ Եղբայրներ քույրեր, ինչքան մեր նման մրսած մարդիկ կան դրսում, որ մեր կարիքը ունեն, այս բանի վկաները դուք եք, խոսքը հասցնելու, մենք սրա համար ենք կանչվել, մենք կանչվել ենք գերիներին հասցնելու ազատության լուրը, որ Աստված սիրում է քեզ ու քո համար է խաչվել սիրելի եղբայր ու քույրիկ։ Մի քիչ հետո տանտիրուհին գալիս ասում է, «Բալես սոված կլնես»։ Հասում այդքան էլ չեն, ընդամենը 2 օր որ հաց չեմ ուտում։ Տանում է կուխնին, այս երեխան կուշտ ուտում է ու նորից ասում, «Ես չգիտեմ ինչ է նշանակում Հովանես 3:16, բայց տեսնում եմ սովածին կերակրում է, փառք նրա անունին»։ Ասում է մի որոշ ժամանակ, ասում է, «Բալես արի գնանք, մի լավ լողացի կեղտոտ ես»։ Տանում է բաղնիկ, մի լավ լողանում է, շորերը փոխում է, նորից գալիս է նստում, ասում է, «Չգիտեմ ինչ է Հովանես 3:16-ը, բայց գիտեմ, որ անմաքուրին մաքուր անում»։ Մի քիչ հետո էլ արդեն ուշ է, տանում է մի տակ անկողին ու ասում է, «Քնի բալես, այս քո համար է»։ Էլի այս երեխան իր մեջ ասում է, «Ես չգիտեմ այս համարի ուժը, կարողությունը, թե ինչ է նշանակում, բայց տենում եմ, որ անկողին չունեցողին անկողին է տալիս»։ Վերակենում առավոտն արդեն նորից գալիս են, որ հավաքվում են, նստում են, այս կինը մոտիկանում ասում է, «Բալես դու գիտես Հովանես 3:16 ինչ է նշանակում»։ Ասում է, «Չէ, չգիտեմ»։ Կինը սկսում է բացատրել, Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որ ամեն նրան հավատացող չկորսվի, ապա հավիտենական կյանք ունենա։